Աչքերիս չեմ հավատում։ Հավատա Մոնի ջան, ես եմ որ կամ։ Մոնիկա հոգնած մարդը տանն է։ Եկել ես մարդուս տունու տենց ես արտահայտվում իր հասցեին։ Ոնց որ ինձ նոր ես ճանաչում, թեթև տար։ Ինչ է մտքովդ անցել, որ եկել ես։ В общем, մարդը տանը չի, ես իմ համար ստեր ասպարիժատ եմ։ Չէ կոնֆետնիա։ Տարօրինակ է, ինձ թվաց եկել ես իրան վնաս տալու։ Մոնի ջան, դու որ դրա կյանքում ես, էդի արդեն վնասված պրծած է։ Բայց դու ինչ վատն ես, Արամիկ։ Բացի այն, որ վատն եմ, համել շատ վատ եմ։ Ինչ ա եղել։ Դու ավելի լավ ասա, ինչ չի եղել։ Մամայինք են քեզ ուղարկել։ Մամայինք իմ ժամանակը չունեն քուրս։ Ինչի հետ ինչով են զբաղված։ Երեխա են որդեգրում։ Ձեր ես առնում։ Չէ, ձեր չեմ առնում, Մոն ջան։ Որոշել են մանկատնից երեխա վերցնեն ու զբաղվեն նրա դաստիարակությամբ։ Պատկերացնում ես։ Լավ էլի Արամիկ, ինչ ես խոսում։ Հա, այն որ իրանք օրինավոր ծնողներ կարան լինեն, այդ հավատալու չի։ Բայց այն որ իրանք երեխա են որդեգրում մանկատնից։ Հավատա։ Ինչի համար։ Չգիտեմ, Մոնի, գժանոցը։ Դուստե ես թռել գլուխը տառել։ Են Կարմեն Սիտան երկինք թռավ։ Են անօրինական հնդիկը են սոսոն։ Էնի վաբշե վրես ազդումա։ Հիմա էլ թազակուրի կապերիկ են գլխիս բերում։ Կգժվեմ ես հորս արև։ Ասիգամ հետ էդ մի քիչ զրից անեն։ Իսկ են ամբարոյականիդ մոռացար երեխու հետ միասին։ Դրա անունը չտաս, դրան ես մորթելու եմ։ Անուղելի ես դու։ Լս ելը, եկել եմ, իսկ կանֆետնիցան դրեն նստել ես, նա տոլմայա բանա, մի բան չկա յուրասիր ես։ Հորս արև։ Դերջան քարև եմ երդվում ապեր, սկսել եմ ազգի մասին մտածել։ Լավ ես անում, ազգը հենց դրա համար էլ կեզ ընտրել ա, որ իրա մասին մտածես։ Ամեն ուզում եմ հատ երեխա որդեգրեմ։ Ինչի։ Դե գոնե մեկի ճակատագիրը փրկեմ էլի, վերեմ մեր Որ այդ ցավը տանեմ, դու ճակատագիր փրկող ես, քո երեխեքի ճակատագիրը փրկի։ Ինչ գործ ունես ուրիշ երեխու հետ։ Չի լինի, էլ չէ որ չվիրավորես։ Չէ, կլինի, ապեր, կլինի, էլ չեմ վիրավորում։ Մենակ կլինի, որ դու քո պլատֆորմի հետ ինձ չծանոթացվես էլ։ Պրոստը ասի, կուրախանաս իմ համար։ Ես տախրեցի այն երեխու համար, որ պատի վաղը մյուս օր, չգիտեմ, հայտնվի քո տանը։ Չի դու կարաս երեխա դաստիարակես ես, չէ։ Չէ, կարող ես ապեր, գնա այդ երեխուն բեր, դաստիարակի ինչ ուզում ես արա։ Բան ասեցի կրակն ընկա։ Օրդ ոնց է։ Գլուխանում ես։ Մարդ եմ բերե, թող ինքը գլուխանի։ Վերջը փաստվեց քո թորնա։ Սիրուն չեք վարում։ Պարոն Բուրնազյան, ես ձեզ այդ բավականին հարգալից եմ վերաբերվում։ Ինչից եք դժգոհ։ Դժգոհ եմ, որ էստեղ եմ։ Դժգոհ եմ, որ մարդուն պաշտոնով եք հարգում։ Պարոն Բուրնազյան, սիրուն արտահայտություններ չեք անում։ Լավ, բերեք ես դեմագոգան թողնենք, եթե հարցեր ունեք, կոնկրետ տվեք։ Ունեմ։ Լև Շահվերդյանի դեմ։ Ստոպ։ Լև Շահվերդյանի հարցում Եթե կոնկրետ ապացույցներ կա, խնդրեմ, եթե նրա աշխատակիցի իմ դեմ ինչ-որ ապացույցներ ա բերել, ասեք, լսեմ։ Նա պնդում ա, որ կոնկրետ նրան գումար եք տվել։ Հետո դուք էլ պնդեք, բայց դուք ինչի չեք պնդում, որ ես դες գումար եմ տվել, հետո, այդենց կլնի։ Պարոն Բուրնազյան,
Ուրեմն այսպես։ Ինձ այսուհետ հարցաքննության չկանչեք, եթե ապացույցներ կոնկրետ չունենաք։ Ու մի կարծեք, որ պաշտոն չկա, ուրեմն ինչ կուզեք կարող եք անել։ Պարզ է։ Այս Պինոկիոն լավ է սիրում աղջիկաս։ Երբ սպասեմ արա։ Ինչին։ Քո զանգին, փողը երբ կբերես։ Հա, երևի վաղը։ Լավ էլի Արամ, ինչ երևի։ Ինձ կոնկրետ բան ասա, որ իմանամ այդ մարդուն ինչ եմ ասում։ Ասում եմ ամեն ինչ լավ կլինի, շատ մի մտածի։ Բարև ձեզ Արամ ջան։ Բարև ձեզ։ Ես երևի գնամ արդեն։ Լավ, բայց խնդրում եմ էլի անպայման շուտ պատասխանի, որովհետև ինձ համար դա շատ կարևոր է։ Ես քեզ խնդրում եմ հանգիստ եղի։ Աղջի, ես ինձ մի հատ հաջողություն էլ չասեց։ Այ տուն։ Դե լայ աղջարեց։ Տուն անցի, հա։ Անցա։ Ինչ ես անում։ Ուզում եմ լոգանք ընդունեմ, հանգստանամ մի քիչ թեթևանամ, լավ չէ։ Կպատմես ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի։ Այսօր մեկին ուղարկում էի հանդերձյալ աշխարհ։ Ոայ աղջի։ Հետո ո՞նց ա։ Դա ոնց պիտի լինի։ Վատ ա։ Չնայած ես ավելի վատ եմ, որովհետև եթե իրա ուզած գումարը չտամ, չհասցնեմ, վերջս կտամ։ Ինչքան պիտի տաս։ Որ ասեմ ինչքանա պիտի հանես, տաս։ Աղջի դե որ ունենամ կտամ, կարող ա չտամ։ $10,000։ Ոայ քո խիղճդ կտրի, 10,000 եղածն ինչ ա։ Ուզում ես մի գնամ ճարեմ բերեմ 10,000 դրամ։ Այդ տնիկ ասում եմ $10,000, ինչ դրամ։ Ճիշտ դոլար։ Բա դոլար։ Այդ ինչ էլ մի հանգիստ ես արտահայտվում $10,000։ Այս ոտքի ցավը մոռացել ես, թե ինքային ինչ ենք բանում, ես չեմ հասկանում։ Ականջ դնելու համար։ Այսինքն։ Դե լավ, հա բանի տեղ մի տիր անկապ խոսեցի։ Ոնց ես քեզ զգում։ Ասում ես ամբողջ օր երեխեքի հետ ես։ Բա դիտավորյալ եմ ինձ իրենցով զբաղեցնում, որ մոռանամ ոտքիս ցավը։ Ու մոռացել եմ։ Բայց իրանք քեզ ուրիշ ցավ են, չէ՞ հիշեցնում։ Ոչինչ։ Այդ ցավի հետ ես համակերպվել եմ։ Ու հուսով եմ, որ Աստված մեզ դեռ երեխա կտա։ Ու ճիշտ ես մտածում։ Դա ուզում եք ես հետ Մարտայից խոսել։ Ես քեզ ինչքան ասեմ դրան մոռացի։ Փորձանքի մեջ է Մարտան։ Վատ վիճակում է շատ։ Այսինքն դու դրա հետ կապի մեջ ես։ Այսօր զանգել էր։ Իսկ ինչ ես թույլ տալի, որ քեզ զանգի։ Թույլ տալը ո՞րն է, Վլադ։ Դե տոն ես տալի։ Ու ինքն էլ մտածում է, որ կարա քեզ զանգի, ինչը հաճելի չի ոչ ինձ, ոչ էլ հորս։ Մարտան մարդակցել մեքենայի տակ։ Մահացել է։ Չէ, բայց լավ անցի հա Մարտային։ վայ, վրաս նենց հազդել, նենց մեղք էր։ Երեխու հետ խոսալուց էլ լացում էր։ Այսինքն տվել ես երեխու հետ խոսացել, հա։ Հա, ուզեց։ Ինչ անեի։ Համել իր երեխեն է, չէ։ Արի սահմանափակվենք, հա, թե չէ կվիճանք։ Իսկ Մարտան այդքան չկա։ Վլադ իրոք մեղ կա։ Եթե կարողանայր պապայի հետ խոսայր, որ գոնե թույլ տար երեխուն տեսներ։ Ես հորս հետ չեմ խոսա, ու վերջ։ Գնանք քնես, հա, Թորդ։ Հա, քնես։
Մեկնում եմ։ Երբ։ Վաղը գործերով։ Բա երբ կգաս։ Շուտ։ Հələ մի շաբաթ առաջ պետք է գնայի։ Դե հա, գիտեմ։ Խորեն այդ պատահածը խանգարեց։ Բա Միլան։ Միլան ինչ։ Դե խոստացնենք, չէ, որ պիտի հաճախ գնանք իր մոտ։ Բայց ես ամիսներով չեմ գնում, ընդհանուր մի շաբաթով եմ գնում։ Նայ, հա, մի շաբաթ։ Թե չէ։ Թե չէ ինչ։ Կկարոտես։ Բա, թե չէ դու չես կարոտի։ Թե չէ դու չես կարոտի։ Ես չեմ ուզում գալ ձեզ հետ։ Իսկ իրենք ուզում են, որ դու դառնաս իրենց աղջիկը։ Ես խորենին եմ սպասում։ Անուշս, իսկ խորենն ով է։ Խորենին դուք չգիտեք։ Ես դու ծանոթացրում ես նրա հետ։ Միլա, քեզ լավ չես պահում, մոտեցիր ծանոթացիր։ Թեկուզ պատմիր խորենի մասին։ Ես չեմ գա ձեզ հետ, խորենը կգա ու ինձ իր հետ կտանի։ Չեմ ուզում, ինձ ընտանիք պետք չի։ Ինչի ես հիվանդացել, մենք իրար խոսք ենք տվել, որ մենք չենք հիվանդանա։ Ինչի չես խոսում, ես ուզում եմ, որ դու խոսաս, որ գնանք շուտ իրար հետ արևը գտնելու։ Խորեն ինձ լսեց, ձեռքը սեղմեց։ Ես չեմ գնա, խորենը կգա ու ինձ կտանի։ Բայց եթե ինձ լսեք, կմնաք առավոտյան դուրս կգրվեք։ Չէ, ես հիմա պետք է դուրս գրվեմ։ Դուք գիտեք։ Էլի որ ես գիտեմ։ Ինչ եք անում այդքան։ Հիմա վերջացնում եմ։ Արագացրեք, ես երեխուս պետք է գնամ հասնեմ։ Հիմա։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Vlad? Vlad? Ալո? Միլանա։ Հարևս, ո՞նց ես։ Ադան ինձ ուզում են տանեն։ Ոնց տանեն։
Ուր տանեն։ Միա ջաջա ու ճոճա են ինձ ուզում տանեն, իսկ ես չեմ ուզում, որ ինձ տանեն։ Չհասկացա բալես։ Ինչի են քեզ ուզում իրանց տուն տանեն։ Իրանք ուզում են, որ ես իրանց աղջիկը դառնամ, իսկ ես չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ խորենը գա ու ինձ տանի։ Լավ արեցիր, գիտես, որ զանգեցիր։ Եկեք, մի թողեք, որ ինձ իրանց հետ տանեն։ Լավ, Միլա, ես Վլադին կասեմ, լավ։ Խորենը չի լավացել։ Չէ, արևս, դեռ ոչ։ Ես Վլադին կպատմեմ, լավ, ու մենք կգանք քեզ մոտ։ Լավ։ Դե լավ։ Առանց իմ երեխու ոչ մի տեղ չեմ գնացել, բաթո։ Գնամ երեխուն բերեմ տնաս։ Բայց ուշ է երևի կնաս կրն երեխեն չխանգարեն։ Չէ, այդքան է ուշ չի, բացի այդ հողոտար մարդ չես։ Իրա պապու ախպերն ես։ Շատ լավ գիտեմ, լավ։ Բերեմ։ Բեր տնանք։ Սպասի տենամ ընդ ինչ-որ մեկը կա, որ ուզում ա դու ներս մտնես։ Ես պետք է ներս մտնեմ։ Սպասի։ Թողեք ինձ, ես եկել եմ իմ երեխու հետևից։ Թող գնամ։ Չկարած հայրան պայն։ Մայիս դուրս գնա։ Դու ինչ գործում ես իմ տանը։ Ինչ երես ունես։ Չհամարձակվի ոչ մեկ ինձ վիրավորի։ Զգուշացնում եմ, ես էլ վիրավորել գիտեմ։ Լավ դու սապտե դուս անես։ Չէ, ես իրան դուրս չեմ անի, ինքն իրա ոտով կգնա։ Եկել երեխու հետևից։ Սոժան իրան երեխա տվող չկա, չէ՞ լավ։ Ես քեզ ասել էի իմ որոշումը, չէ՞։ Հիմա ինչ ես եկել, ինչ հույսով։ Ես եկել եմ երեխուս տանեմ, իմ երեխուն, ու ես չեմ պատրաստվում առանց իրա գնամ։ Կգնաս։ Սոս մի հատ դրան դուրս շպրտի։ Ալիկ։ Ժանոն, աղջկան դռան տեղը ցույց տուր, թող գնա։ Արի դու սարի։ Ես երեխուս տանելու եմ։ Քեզ նորմալ ես պոմստե։ Թող ինձ։ Դուրս շպրտի դրան Ժանո ջան, աղբոր պես։ Արիստա։ Բաց թող։ Ես քեզ ինչ պետք էր արդեն ասել էի։ Դու իզուր ես ինքդ քեզ նվաստացրել ու ասել իմ դուռա։ Շատ լավ գիտես, որ ես քեզ երեխա չեմ տա։ Ոնց թե ինձ երեխա չեք տա։ Ես եմ իրան կյանք տվել։ Ես եմ իրա ծնողը։ Դու դրա համար քո շահն ես ունեցել։ Տվեք իմ երեխուն։ Ես եմ միայն իրա հարազատը։ Իսկ դուք իրան օտար մարդիկ եք։ Ժանո, հոգնեցինք արդեն։ Դուրս շպրտի դրան։ Այնաս հոպարս ու իրա տղեկը ոնց են։ Աղջի, ես ինչ ես անում ստե, դու ինչ ես անում ստե։ Սաղ դու ես մեղավոր իմ կյանքի համար դու ես մեղավոր, դու պատասխան ես տալու, մենակ դու եղավ, դու մեղավոր ես իմ Ես եմ մեղավոր, ստե։ Հելար, ես ներես կոչվում, Ախ։
Մտքերի մեջ ես թե ինձ ածվում։ Չէ, քեզ չի թվում, իսկապես մտքերի մեջ եմ։ Մենակ չասես նորից Մարտան էր զանգել։ Միլան էր զանգել։ Ինչ նորից փախել եմ հանգատնից։ Բայց կփախչի, եթե մենք ինչ-որ բան չանենք։ Ինչ ա եղել։ Ես ասաց ինչ-որ որդեգրվող ընտանիք ա հայտնվել, իսկ ինքը չի ուզում է ձյաձյայի ու ձյոձյայի հետ գնա իրենց տուն։ Այդքան բան։ Հա։ Բայց այդ դեպքում ինքը պետք է մենակ ուրախ լինի, ոչ թե մտածի փախնելու մասին։ Հավատ ինքը չի ուզում այդ մարդկանց հետ գնա իրանց տուն, ինքը չի ուզում որդեգրվի։ Ինչի։ Թող գնա իր ընտանիքն է։ Ինչ վատ կլինի, որ նոր ստեղծվող ընտանիք է։ Խորենին է սպասում ինքը։ Ադամը մենք իրան ենք խապել, բայց ոչ թե մեզ։ Մենք երկուսս էլ գիտենք ինչ է սպասվում Խորենին։ Հա, բայց չկա, ոչ մի բայց։ Մենք ոչ մի իրավունք չունենք երեխու կյանքի հետ խաղալու։ Թող որդեգրվի գնա այդ նորմալ ընտանիք ունենա, հա։ Խորենը իրան, մի խոսքով։ Ինչ ես խոսում, Տեր Աստված։ Դա այդպես քո ձևերով էլ այդքանը իրան կասես, լավ։ Գնամ գամ կհանդիպեմ կասեմ անպայման։ Չէ, ուշ կլինի։ Խնդրում եմ իր այդ շուտ ավելի խոսես։ Իսկ մոռացար, որ վաղը մեկնում եմ։ Չեմ մոռացել։ Խնդրում եմ, հա, վաղը ժամանակ գտի առավոտը մի հատ մտիր այդ խոսա, այդ ու կգնաս։ Տնօրենի հետ կհանդիպեմ։ Կիմանամ ինչ ընտանիք ա ուզում որդեգրի իրան։ Նոր կմեկնեմ։ Ինչ բան է այս կյանքը։ Ես լավ երեխեքա ոնց են հանձնվում սենց բախտի քարաճեք։ Կահանկար հեռախոս չէիր վերցնում։ Մի ժամ էլ չի անցել դու ես զանգում, հա։ Քո զանգերն ինձ խանգարում են։ Ես աշխատանքի մեջ եմ ու ստիպված էի անջատել։ Էդ ինչ ես աշխատում, որ մենակ չասես, հա, ոնց Ղարաբաղ ես նորից գնացել։ Ես Երևանում եմ եւ ինձ համար նոր աշխատանք եմ գտել։ Նորածին երեխա եմ պահում։ Լև Շավարզյանի տանն եմ։ Միայն չասես, որ աղջկա տնկերը քեզ չի հասցրել պատմել այդ մասին։ Ու դու դրա համար չես զանգել ինձ։ Մի րոպե, ասիր որտեղ ես։ Աշխարհ մանեկար, պտտվար էլի ընկար իմ ձեռը։ Հեսա հասնենք տեղ, ինձ պատմես երբվանից ես դուրս գրվելու, ինչի համար է իր հայտնվել Հոպարիստանը։ Չնայած լավ է իրարել, որ չգնայր իրար ոնց պիտի գտնեինք։ Ես շատ անհանգստացա, երբ ինձ զանգեցին ու ասեցին, որ քեզ իմ աշխատասենյակում են բռնացրել։ Ես ոչ մի վատ բան չէի արել, կարող էիք չգալ։ Ես չեմ ասում, որ ինչ-որ վատ բան ես արել, բայց հասել ես, չէ՞, այստեղ մտել ես, հետևաբար ինչ-որ վատ բան ես արել։ Զանգել էի Վլադին ու Ադանեին։ Գիշերով, ինչի համար։ Որ չթողնեն ինձ որդեգրեն ու տանեն։ Ես քեզ ոնց բացատրեմ, Միլա ջան, որ մարդիկ ուզում են քեզ տանեն իրենց տուն, սիրեն, պահեն։ Բայց ես չեմ ուզում, որ ինձ տանեն։ Մենք քեզ համար ենք դա անում։
Մի արեք, չեմ ուզում, ուրիշի լավություն արեք։ Լավ, մինչև երբ պիտի ես քո կոտրված վիճակը շարունակվի։ Ինչ ես ուզում։ Չես իմանում, որ ես չեմ սիրում, որ ինձ խանգարում են թերթ կարդալիս։ Լավ ես անում կարդում ես, բայց առավոտ թերթ, ցերեկը թերթ, իրիկունը թերթ, ինչքան կարելի է։ Լավ երեխեքը դե կան, միգուցե իրանք կարողանան քեզ այդ թերթից պոկեն։ Արամ գնում ես։ Հա, պապ, գնամ արդեն։ Կարամ երեխուն մեզ տանեմ այսօր ներթում։ Իհարկե ոչ։ Մամ, խնդրում եմ։ Բալես գնաս ինչ անես։ Եղբորդ ընկերուհիներին հաշվես։ Չափդ ճանաչիր։ Բայց ես սխալ բան չեմ ասում, Կարլոս։ Տղատ կարող է վատ օրինակ ծառայել։ Լսի, ինչ ես ասում։ Իմիջիալոց ես այս երեխու մասին քեզանից շատ եմ մտածում։ Լավ, վերջացրեք։ Մնում էր ձեր հիստերիկ պորտկումները հանդուրժեմ։ Մամ, բայց լավ բան չես անում։ Իդեպ, Արամ ջան, ինչ եղավ քո երիտասարդ տարիների ընկերուհին։ Հիմա հայրդ այնքան ազատ ժամանակ ունի, կարող ես բերել ծանոթացնել։ Արամ, ում մասին է ասում։ Մարթայի։ Պապ, համելինքը շատ լավն է, շատ լավ աղջիկ է, դու իրան կհավանես։ Եթե չեմ սխալվում, Արամ ասում էր, որ պապան ճանաչում է Մարթային։ Գիտի նրա մասին։ Եթե այդ այն Մարտանա, որին ես գիտեմ, ավելի լավ է։ Ավելի լավ է դու կնոջդ ասածներին ուշադրություն չդարձնես։ Պապա։ Բալես, վիրկա ցակդմի, կմրսես։ Չէ, չեմ մրսին, ամոնա։ Տեսնես ինչ արեց Արամը։ Ով։ Արամը էլի։ Փո, տեսնես երբ կբերի։ Փողը բերելը որնակ տնելու է, կրպանը բերի։ Հա, հասկացա, բայց չեմ դիմանում, չեմ կարողանում սպասել մինչև լույս։ Լույսը կբացվի, բարին հետը, որ խոսքատվեր կբերի։ Կարող է քնածա։ Քնածա թողարկնեմ։ Բայց կարող է խապելա թռել։ Սպասելի է, գիտես, ինքը թռնելու փորձ ունի։ Լավ էլի։ Ահա, հետ սանգեց, ինքնա։ Հալո, Արամ։ Հա, դուք եք։ Չէ, ես ուղղակի ուրիշ մարդու զանգի էի սպասում։ Երբ կբերեք գումարը։ Դուք լավ եք։ Հա, զանգել եմ ասելու, որ վաղը անպայման գումարը բերեք։ Դե հասկանում եմ, պիտի բերեմ, ուղղակի պիտի լինի, որ բերեմ։ Ինձ չի հետաքրքրում, որտեղից ուզում եք բերեք։ Վաղը տնեցիք գալու են, փողը պետք է տան, որ տանեն։ Ինչ եղավ աղջի։ Այդ մարդն էր, որ մեքենայի տակ եմ գցել։ Ասում եմ, որ պիտի վաղը տանեմ այդ գումարը հասցնեմ։ Հասելա տար, ոսկեղեն զարտեղեն չունես, աղջի $10,000 եղածը ինչ է, այդ մեծ միատ հիվանդանոցի տիրոջ կնիկը այդքան փող չունի, որ տանի տա։ Զարդել ունեմ, ամեն ինչ էլ ունեմ։ Ուղղակի Ադամենց տանն է։ Ու հետո ես չգիտեմ դրանք դեռ իմն են, թե ոչ, ինձ պատկանում են, թե ոչ։ Անասուն! Էսուր ես ինձ բերել, էսուր ես ինձ բերել, ստենում վատ եմ, ես ինձ վատ եմ զգում, կամ սպանի կամ ինձ բաց թող գնամ։ Արիք դես ինչ անենք։
Արի դու ինձ լավ բառ ես շռայլի։ Գիտես օրինակ են իմ սիրածը։ Արամ ամեն ինչ կարամ իջել չեմ կարողանում եմ հարամ։ Եթե բառապաշտարը չի ներում, ես չեմ նեղանալու ջեմ ասում։ Կարաս ասես ինձ ասես օրինակ արամ ալիկիչ։ Իսկ այդ վատ բառերը կպահես ատոմիկի ու մնացած սերերիդ համար։ Երազես էլ ատոմ չես դառնա։ Լավ, լսի, շատ մի ներվի, արի մետ խախալանք, արի մետ գնաս ինչ խաղ, արի ես կլենք եմ քո ատոմիկին, դու պաշտպան եմ, նրանք ինչքան գծիկ ես, արի ես քեզանից զզվում, ացեմ ես քեզանից զզվում։ Ասում ես ինչի համար էի գնացել մը բարի դու։ Գնացել է երեխուս հետևից։ Չտվեց երեխուտ, չտվեց։ Իսկ դու գնացել էիր երեխուտ վեկանեիր, նայեիր ու ատոմազաբրիկի կարոտը առնեիր, չէ, չեղավ, չէ։ Հա, ճիշտ ես գնացել է երեխուց, որ ատոմի կարոտը առնեին։ Մինյոնը հանգիստ ողից, ինչ ես ինձ տեղ բերել։ Ինչ ես ինձ տեղ բերել։ Քեզ թվում էր, որ ինձ պետք է էշի տեղ տնես։ Քեզ թվում էր, որ ինձ պետք է միջև վերջ էշի տեղ տնես, ես էլ նայել ասեի լավ ես անում, հա։ Խանգարեցի։ Չէ, ինչ խանգարելու մասին է խոսքը։ Ոնց է ճուտը։ Ինքն իրեն լավ ասկում։ Ուտում է, քնում է ու մեծանում։ Լավ։ Դե երևի ձեզնից է լավ էներգիա եք տալիս։ Միգուցե։ Դուք վաղուց եք բուժքույր աշխատում։ Արդեն 25 տարի կա, որ աշխատում եմ։ Օ, շատ ոգիս չի։ Հետադարձ հայացք, որ գցում եմ, ես էլ եմ հասկանում, որ շատ ու քիչ չի։ Դուք երեխաներ ունեք։ Միայն մեկ։ Արզա, մի հարց։ Դուք իմ տղային, Ժանոյին, որտեղ եք հանդիպել։ Ընկերոջս դստեր տանում, բայց առիթ չի եղել, որ մոտիկից շփվեմ նրա հետ։ Լավ։ Քեզ թվում էր ինձ կարաս խաբես, բայց տենց էլ չհասկացար, որ ինձ խաբող չի ծնվել։ Ասում ես քեզ խաբող չի ծնվել, բա ես ինչ էի։ Երազում եմ երկար քնելու մասին։ Ինչի ես երազում, ցավդ տանը։ Արի պարի քնի։ Գլուխս ընեցացավում, որ քնելու մասին երազելով կմնամ։ Բացի այդ Արամիկը չկա։ Դու դիտե նայիր։ Լևը այդ Արամիկի կնգան ոնց դուրս անես տնից։ Եկել էր երախում տանել։ Բայց ես խղճում եմ, գիտես դրան։ Դա ինչ մի խղճալու բան է, որ դու խղճում ես։ Ով, դերեմ մի խոսա ու չեմ խղճա։ Դու այն երախում խղճա, որին բերես տուն ու լավ աչքով նայես։ Ալիկ, ասեմ քեզ, բայց այդ երեխեն էլ ընենց միամիտ չես։ Մի մատ երեխա է աղջիկ։ Մի մատ երեխա էր, բայց տեսար իրա խոսքի տերներ։ Տրամադրությունդ լավ չի, ավելի լավ չխոսամ։ Ես զանգել մի հատ Արամիկին, դրամ եփա գալես, որ պարկին հանգիստ կանենք։ Ընդունում եմ, լավ չեղավ, որ քուրիկս պապայիդ մեքենայի տակ գցեց։ Բայց դե ինչ եղավ։ Մենք մեզ հո ճիշտ պահեցինք։ Բայց դու գազազեցիր ու ընկար մեր ջանը։ Մոռացար, որ ինձ բռնաբարեցիր։ Սուս մնա։
Ես դրանից հետո ինձ շատ ճիշտ պահեցի։ Ես քեզ իմ տուն, իմ սիրտ ընդունեցի։ Պատրաստ էի քո հետ կյանք կապեի։ Իսկ դու ինչ արեցիր։ Դու կարայիր մտնեիր իմ կյանք, այնտեղ որտեղ ոչ մեկ չէր եղել, որովհետև ես չէի թողել։ Ինձ պետք չէր ոչ դու, ոչ քո սիրտը, ոչ քո տունը, ինձ պետք չէր ոչ մի բան։ Իբր ինչ արեցիր։ Իբր ինչ արեցիր։ Կարար չի ամեն ինչ լավ լիներ։ Պապ, ես ուր ես այդ տղա։ Ուրեմ, պապվել եմ մեր դաչա, պապա ջան։ Ես իմ մտքերի հետ ուզում եմ մենակ մնամ։ Ե՞պես տուն գալու։ Ախ, հրկեք օգնեք, ես խնդրում եմ ասեք օգնեք։ Ալո, ալո, դու ետ ինչ ձեն այդ տղա։ Դու ինչ այդտեղ կատարվում։ Ալո։ Լսի, թե շանս էլ ունեիր ապրելու։ Հիմա вообще շանսերդ քչացրիր, արա։ Ինչ ես գոռում։